Սիրով ողջունենք ստուդիայում մեր հյուրին Էդուարդ Ավետիսյանն է, Bitcoin Armenia ընկերության հիմնադիրը եւ զրույցը հիմնականում այսպես մենք կծավալենք առասարակ կրիպտոարժույթների շուրջ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ տեսեք 15 տարի է մենք արդեն գիտենք կրիպտոարժույթների գոյության մասին, բայց մինչև օրս ճնշող մեծամասնությունը մարդկանց ու մենք գիտենք, ով առաջադեմ է իր մտածողությամբ, թեկուզ առօրյա կյանքում առնչվում է ժամանակակից տեխնոլոգիաների, չնչին եւ կասի չափազանց մակերեսային պատկերացում ունի առասարակ կրիպտոարժույթների մասին եւ այդ գիտելիքների շուրջը եկեք այնուամենայնիվ ծավալենք մեր այսօրվա զրույցը բարև ձեզ Էդուարդ հաճելի է ձեզ շնորհակալ եմ հրավերի համար շատ խնդրեմ ուզում եմ մեկնաբանել ձեր առաջի ասածը շատ ճիշտ նշեցիք ու իրոք այս ոլորտը դժվար ընկալելի է շատերի համար որովհետև հաճախ ասում են որ մոտ 100 ժամ պետքա լսել, կարդալ, ուսումնասիրել այս ոլորտը, որպեսզի ֆունդամենտալ պատկերացումներ ունենաս դրա մասին։ Տեսեք, ճնշող մեծամասնությունը նորից այդ չեմ ուզում տոկոսներով խոսել, որովհետև չափումներ չեմ արել, բայց ասում են դե բիթքոյնի արժեքը պայմանավորված է էներգիայի սպառման հետ, նախևառաջ եւ դրանով որ դա քիչ է։ Ինչը որ քիչ է, այսինքն սահմանափակ քանակություն ունի, ենթադրաբար ժամանակի ընթացքում սկսում է արժեք ունենալ։ Համեմատելով օրինակ ոսկու հետ եւ ընդ որում պատահական չէ, որ թվային ոսկի են անվանում կրիպտոարժույթը, դե մի բանը որ քիչ է սահմանափակ քանակությամբ, հետեւաբար ժամանակի ընթացքում որոշակի արժեք է ունենում, որը երբեք չի նվազում մեծ մասամբ, այլ հակառակը միշտ աճում է կամ թանկանում է։ Ինչ կասեք, այսինքն եկեք հսա վերլուծենք այս պանդումը լավ ընդ որում եւ ձեր անձնական կարծիքը արտահայտեք հիմնվելով տեխնոլոգիական եւ տնտեսական գործոնների վրա։ Հա, իհարկե, ընդհանրապես ցանկացած բանի արժեք գոյանում է պահանջարկի ու առաջարկի հիման վրա։ Ու ամեն ինչ չի որ հազվագյուտ է, ինքը դառնում է արժեքավոր։ Ընդհանրապես ինչ որ բանը արժեք ունենում է, երբ որ ինքը նաեւ կիրառելի է լինում, օգտագործելի է լինում, այսինքն ինքը օգտակարություն ունի։ Թե չէ բաներ կան ընդհանրապես մեր կյանքում, որոնցից մի հատ կա, երկու հատ կա, երեք հատ կա, բայց չի նշանակում, որ իրանք տենց մեծ արժեք են իրանց ներկայացնում, իրանք թանկ արժեն, իսկ այն բաները, որոնք որ հատկապես փողին առնչվող, այն ինչ որ մոնետիզացվում է, դրանք արժևորվում են, այո, առաջին հերթին նրանով, թե ինչքան նրանք սահմանափակ քանակ ունեն։ Դրա օրինակներից մեկը նշեցիք ոսկին է, մյուսը կարելի է նշել անշարժ գույքը, ու հազարամյակներ շարունակ ոսկին է դարել փողի ստանդարտը, որովհետև ինքը ամենացածր ինֆլյացիան ունի, ընդամենը 2% ինֆլյացիա իր շրջանառվող ծավալի, այսինքն եթե օրինակ այս տարի կա աշխարհում 100 տոննա ոսկի, հաջորդ տարի լինելու է 102 տոննա ոսկի, այն մյուս տարի 104 տոննա ոսկի, այսինքն ինքը հազվագյուտ է, իրանից քիչ ես կարողանում շատացնես ու դնես շրջանառության մեջ, ու տարբեր մետաղներ, այնտեղ խեցիներ, ուլունքներ, ինչ ասես օգտագործվել է պատմության մեջ որպես փող ժամանակին։ Ոսկին դարել է այն ստանդարտը, որովհետև ինքը եղել է ամենահազվագյուտերից մեկը, իրանից քիչ է եղել ընդհանրապես շրջանառության մեջ։ Հիմա ժամանակի ընթացքում եկան թղթադրամները, պետությունները փողի այդպես շուկան վերցրեցին իրենց ձեռքը ու սկսեցին չարաշահել այդ գործիքը։ Սկսեցին տպել չափազանց շատ փող։ Հիմա օրինակ ՀՀ դրամը տարեկան միջինում 13% ինֆլյացիա ունի, ավելի շատ է մյուս տարի լինելու ՀՀ դրամ 13%-ով քան այս տարի։ Աշխարհի ամենալավ փողը ԱՄՆ դոլարը։ Հա, պաշտոնական հայ վիճակագրական կոմիտե կարող եք մտնել, տեսնել թե այս տարի քանի միլիարդ կամ տրիլիոն դրամ է շրջանառվում, մյուս տարի ինչքան է լինելու, մյուս տարի չեն կարող տեսնել, նախորդը պատմականորեն կարող տեսնենք, վերջի 10 տարվա մեջ 13%-ով է մեծացել միջինում։ Ամենալավ փողը ԱՄՆ դոլարը ունի տարեկան միջինը 7% ինֆլյացիա։ Վերջի 20, 30, 50 տարվա մեջ։ Ոսկու համեմատ, որտեղ 2%, որտեղ 7%։ Հիմա թվում է տենց փոքր թվային տարբերություններ են, որ 5% է, չէ՞, ընդհանուր տարբերությունը, բայց դա նշանակում է, որ մենք 10 տարում կրկնապատկում ենք դոլարի քանակը, որովհետև 7%-ը բար տոկոսադրույքի սկզբունքով 7%-ի վրա տոկոս ավելանելով 10 տարում կրկնապատկվում է ընդհանուր դոլարը։ Իսկ 2%-ի դեպքում մոտ 50 տարի է դա տևում։ Իսկ որտեղ 10 տարի, որտեղ 50 տարի։ Այսինքն դու եթե փողդ պահում ես ոսկիով,
50 տարում քո փողը կկիսվի, կապիտալը կկիսվի։ Դա դոլարով է սպառում 10 տարում ընդհանրապես կկիսվի։ Ու նաև այս խնդիրը լուծելու եկավ։ Գնողունակությունը։ Այ գնողունակությունը ճիշտ եք նշում։ Ու այս խնդիրը առաջին հերթին եկավ լուծելու Bitcoin-ը, ու ինքը ասաց, որ չէ, փողը պետքա սահմանափակ լինի, ու մենք ոսկուց էլ ավելի լավ համակարգ կստեղծենք, որ այդ 2% ինֆլյացիան էլ չլինի, բացարձակ սահմանափակ կլինի, ու դա բերեց նրան, որ մարդիկ ամեն տարի գնալով ավելի շատ մարդիկ են իմանում Bitcoin-ի մասին, սովորում են ինչա իր կիրառությունները, ու ինչքան իր հանդեպ պահանջարկը մեծանում է, քանի որ ինքը սահմանափակ քանակի է, գինը ուզած-չուզած բարձրանալու է, ու գինը մենակ դրանից է կախված, ոչ մի էներգիա, ոչ մի բան, մարդիկ ինչքան շատ են ուզում իրան առնել, այդքան իր գինը բարձրանում է, ինչքան շատ վաճառում են, այդքան իջնում է։ Տեսեք, 4 հիմնական դրույթ կա, որ այսպես թե այնպես կրիպտոարժույթների շուկայի հետ է կապված։ Դա բլոկչեյնն է, հեշավորումը, հեշիրվենյան, մայնինգը եւ ապակենտրոնացումը, դեցենտրալիզացիան, այս 4 երևույթը པարզ լեզվով եկեք բացատրենք մեր ունկնդիրներին, հա։ Դե բլոկչեյնը ինքը իրականում այն տեխնոլոգիան էր, որը թույլ տվեց թվային տիրույթում ունենալ սակավություն, անգլերեն ասում են scarcity, այսինքն ինչ-որ բան, որ հազվագյուտ լինի, որ քիչ լինի թվային տիրույթում, որը դժվար է ստեղծել, որովհետև ինտերնետում համակարգիչներում ամեն ինչ լինում է կլոնավորել, կոպի անել, շատացնել։ Բլոկչեյնը ինքը ապակենտրոն գրանցամատյան է, կարելի ասել տետր է, որտեղ մարդիկ պահում են տվյալները, թե ով ինչքան փող ունի։ Ու այդ ապակենտրոն գրանցամատյանը բոլորի մոտ է բաշխված։ Այսինքն, եթե ես Bitcoin-ի բլոկչեյնը քաշում եմ, ես բոլորի փոխանցումների պատմությունը տեսնում եմ, գիտեմ ով ինչքան բալանս ունի։ Եթե դուք քաշում եք, դուք էլ եք տեսնում։ Ու տենց աշխարհում միլիոնավոր մարդիկ ունեն այդ բլոկչեյնը, դրանով ցանցը ընդհանուր դառնում է ապակենտրոն։ Ու բլոկչեյն տեխնոլոգիայի շնորհիվ է դա լինում, որ ապակենտրոնա ստացվում, որովհետև ավանդական համակարգերը, օրինակ բանկային համակարգը, իրանք բոլորը կենտրոնացված են։ Կա մի հատ կազմակերպություն, որը ունի իր սերվերները, այնտեղ են պահվում բոլոր տվյալների բազաները, ու ցանկացած բան իրեն կարող են փոխել, մանիպուլացնել, չարաշահել, ու այդ կենտրոնացումն է բերում հիմնականում չարաշահումների, ու կրիպտոյով առաջին անգամ պատմության մեջ մենք երկրորդ անգամ արդեն ոսկին էր պատմականորեն, էլի ապակենտրոն փող կարելի ասել, որտեղ ոչ մեկ չէր կարող մի տեղից կառավարել աշխարհի ամբողջ ոսկին։ Հիմա թվային տիրույթում առաջին անգամ մենք ունենք ապակենտրոն փող։ Մայնինգը, որ նշեցիք, մայնինգն էլ հիմա մայնինգից խոսելուց մեծապես Bitcoin-ի մայնինգից են խոսում, որտեղ մայնինգի 99%-ը աշխարհում Bitcoin-ի մայնինգ է։ Bitcoin-ը ընդհանուր ուղղակի ձեռնտու։ Հա, գլոբալ ընդհանուր կրիպտո շուկայում դոմինանտ տեղ զբաղեցնում Bitcoin-ը, շուկայի 60%-ն է, այս էլ արժի շեշտել, որտեղ կրիպտո շուկայում շատ կա աղմուկ, շատ կան խաբեություններ ու գերակշիռ ոնց որ մեծամասնությունը կապիտալը Bitcoin-ի մեջ է կենտրոնացված։ Ու մայնինգը դա այն է, երբ որ դու հաշվական ռեսուրս ծախսելով ստեղծում ես նոր Bitcoin, գեներացնում ես նոր Bitcoin։ Նոր խոսում ենք սահմանափակ պաշարից, նաև խոսում ենք նոր Bitcoin-ից, չէ, հակասում է դա։ Ձեր հեռախոսը կարող է մայնինգ անել, բայց օրինակ 1 Bitcoin ստանալու համար կծախսեք մոտ 120,000 տարի օրինակ։ Հա, շատ երկար ժամանակ, ու այնքան հոսանքա ծախսելու, որ ձեր չի տալիս ուղղակի հեռախոսով մայնինգ անել, հիմա դա մեծ ինդուստրիա է արդեն, ժամանակին համակարգիչներով էին անում, հետո վիդեոկարտաներով էին անում, հետո առանձին մասնագիտացված սարքեր, ASIC են կոչվում։ Nvidia-ն հա, դրա վրա բարձրացավ ժամանակին։ Nvidia-ն կարծես թե դրա հետ կապ չունի, հիմնականում չինական ընկերություններ են, Bitmain, որ իրանք հենց մասնագիտացված մենակ Bitcoin-ի մայնինգի վրա լավ արդյունավետ քիչ ծախսատարությամբ հոսանքի ոնց որ ֆունկցիա են կատարում, տենց սարքեր են, ու դրանցով կառուցում են մեծ ֆերմաներ, որոնք որ ոնց որ գործարան լինեն, որոնք ահռելի քանակությամբ հոսանք են սպառում, այդ հոսանքը ամենը պետք է սառեցնել։ Հա, հոսանքը վերածում են Bitcoin-ի լիքը ջուր են ծախսում, որոնք կան հիդրոայո հոսանքով բանով սառեցումով համակարգեր, կան սովորական օդափոխությամբ համակարգեր, ու ընդհանրապես հիմա այս շուկան շատ հետաքրքիր է դառել այն պետությունների համար, որոնք որ էներգիայի ավելցուկ ունեն։ Ու վերջերս եթե լսել եք կառավարության նիստերին անգամ վարչապետի մակարդակով, նախարարների մակարդակով խոսում է նրա մասին, որ պետքա բացի արհեստական բանականությունից նաև մայնինգի միջոցով մեր ավելցուկ էներգիայի մոնետիզացնել, որը լավ ուղղվածություն է, ու շատ երկրներ են դրան հետևում։ Էդուարդ, ասացեք խնդրեմ, վոլանտիլություն, այսինքն այդ տատանումները արժեքի, տեսեք մեր աչքի առաջ 3-4 օրվա ընթացքում մինչև 20% անկում եղավ արժեքի գնի, հա, դա ինչ պրոցեսների հետ է կապված,
կանխատեսելի է դա արդյոք որևիցե ձև ինչու է այդ տատանումները տեղի ունենում, որովհետև ինչ-որ մի այսպես մեծ ծավալի, հա, քանակություն վաճառվում է կամ չգիտեմ ինչ է տեղի ունենում, որ կտրուկ գնի անկում է տեղի ունենում կամ հակառակը մեկ էլ առավոտյան արթնանում ես տեսնում ես արժեքը բարձրացել է, կբացատրեք մեր գնիրներին ինչի հետ է կապված այդ տատանումները ահռելի։ Արժի նորից շեշտել, որ լրիվ առաջարկի պահանջարկի հիման վրա գինը ձևավորվում, ոմանք հաճախ ասում են, որ գինը իջացրին, գինը բարձրացրին, մանիպուլացրեցին շուկան, բայց դու կարող ես մանիպուլացնել շուկան մենակ նրանով, որ դու քո ունեցած բիթքոյնը օրինակ վաճառես։ Այսինքն դու ուղղակի ունես այդ ակտիվից դու վաճառում ես, գինը դրա արդյունքում, եթե մեծ քանակի միլիարդավոր դոլարներ ունես, վաճառում ես, հա, բիթքոյնի կուրսը կարող մի քանի 100 դոլարով դրա արդյունքում իջնի։ Այդ մանիպուլացնել չի, իրանք էլ են հասարակ շուկայի խաղացող, ուղղակի մեծ խաղացողներ են, իրանք գործողություններից կարող ազդեցություն լինի շուկայում։ Այս վերջի շրջանի անկումը ինչով է պայմանավորված, հիմնականում մակրոտնտեսական վիճակի մեջ, գլոբալ տնտեսական շուկայի, ֆինանսական շուկայի մեջ, հիմա շատ մասնագետներ, փորձագետներ նաև խոսում են նրա մասին, որ աշխարհը գլոբալ ֆինանսական ճգնաժամի մեջ է մտնում։ Խոսում են փուչիկի մասին, թվային այդ։ Հա, արհեստական բանականության մեջ փուչիկի մասին, բայց ընդհանուր ինքը տնտեսությունն էլ արդեն տևական ժամանակ փուչիկի մեջ էր։ COVID-ի այդ կտրուկ անկումն ու փոխտպելը այդ շուկան վերականգնելն էլ ինքը պարզապես հետաձգեց փուչիկի պայթելը։ Մենք ռեալ ճգնաժամ չենք տեսել 2008 թվականից սկսած, իսկ ներկայիս ֆինանսական համակարգով, որտեղ անընդհատ կենտրոնական բանկերը փող են տպում, ցավոք ցիկլիկ են լինում այդ տնտեսական զարգացումները, որ մեծ բում է լինում, շուկաները աճում են, հետո տենց կրիզիս է լինում, շուկաները անկում են ապրում, հետո նորից էլի մեծ բում է լինում, ու հիմա մենք հասել ենք այդ բումի ավարտին ու բոլորը սպասում են, որ հեսա ճգնաժամը շատ մեծ լինելու, արժեթղթերի շուկան էլ ահագին իջավ Ամերիկայում, այնտեղ 3-ից 5% իջել է արդեն իրանց պիկից, որը մեծ տոկոս է համեմատած այս կրիպտոյի անկումների համեմատ։ Քանի առիթ եղավ, մի քանի օր առաջ հանրային ընկերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների այնպիսի մինչև 1 տրիլիոն կորուստ ունեցան, կարմրել էր շուկան ամբողջությամբ, բայց այդ ժամերի ընթացքում նորից սկսեց վերադառնալ նախկին։ Հա, հիմա բոլորը ասում են liquidity չկա, այսինքն փող չկա շուկայում, իսկ էլի գործող ֆինանսական համակարգը ու ընդհանուր արժեթղթերի շուկան ինքը ոնց որ կախվածություն ունենա նոր փողից։ Էժան փողից կախվածություն ունի։ Իրանք սիրում են, որ կենտրոնական բանկերը ցածր տոկոսադրույք են ունենում, որ ավելի հեշտ լինի նոր փողեր ներգրավել, իսկ նոր փող ներգրավելը նշանակում է նոր փող տպել ու ներգրավել վարկերի միջոցով, որը սնուցում է արդեն այն մյուս արժեթղթերի շուկան, գույքի շուկան եւ այլն, որոնք որ տենց լոկալ փուչիկներ են դառնում, որ հենց ինֆլյացիան շատ է բարձրանում, կենտրոնական բանկը ասում է, չէ, պետքա պաշտպանել ինֆլյացիայից ու տոկոսադրույքը բարձրացնել, փողը թանկացնել, այն շուկաները պայթում են, չեն դիմանում, որտեղ իրանք այդ նոր փողի վրա են նստած, դրանից են կախված։ Ու հիմա հենց այդ պահն է, որ Ամերիկայի կենտրոնական բանկը հələ չի հաղթահարել ինֆլյացիայի հարցը, չի ուզում իջացնի տոկոսադրույքը, իսկ մյուս շուկաները արդեն պայթում են, չեն դիմանում։ Ասում են մեզ փող է պետք, liquidity է պետք, cash է պետք, ու դրա արդյունքում չդիմանալով ինչ որ ընկերությունները բանկրոտ են գնում։ Ամերիկայում մի քանի հատ արդեն միլիարդավոր կապիտալիզացիա ունեցող ընկերություններ բանկրոտ են գնացել, որովհետև շատ պարտքերի տակ են ու չեն կարողանում վերաֆինանսավորել իրենց պարտքերը։ Ու այդ փուչիկները տենց քիչ-քիչ սկսում են պայթել, շղթայական էֆեկտ են տալիս ողջ շուկաներում, ու բիթքոինն էլ իդեպ ինքը լինելով 24/7 շուկա, միակ 24/7 շուկան է, որ միշտ բաց է։ Դու կարող ես Կիրակի օրը ստրեսից, պանիկայից մտնել քո բիթքոինը վաճառել, բայց չես կարող անշարժ գույքդ վաճառել, արժեթուղթդ չես կարող վաճառել, ոսկին շուկայում չես կարող վաճառել։ Առևտուրը փակվեց ժամը 6-ին, վերջ։ Առաջինը շուկայի ռեակցիան դու տեսնում ես կրիպտոյի գրաֆիկների վրա։ Այսինքն այդ տնտեսական սրտի զարկերակն է, ոնց որ միշտ իրան տեսնում ես, հա։ Նաև արժի էս էլ բաց չթողել, որ կրիպտոն ինչ որ չափով հիմա դեռևս ռիսկային ակտիվ է ընկալվում, ու եթե դու օրինակ խոշոր ներդրող ես, որ ունես համ արժեթուղթ, համ անշարժ գույք, համ կրիպտո, ու դու ակնկալում ես, որ շուկաները դեպի ներքև են գնալու, դու առաջինը այն ռիսկային բաներն ես վաճառում, հետո նոր մնացածը, որոնք վենչուրային է, այսինքն մեծ ռիսկայնություն ունի, թեպետ կարող ես շատ արագ եկամուտ ունենալ, օրինակ եթե առավոտյան արդեն տեսնես $100, մեկ էլ դարձել է 400, որովհետեւ բիզնես նման հնարավորություն չի տալիս։ Էդուարդ, տեսեք, մի հարց կա շատ կարևոր։ Նշեցինք, որ թափանցիկ է շատ
կրիպտոյի շուկան, այսինքն տրանզակցիաները, փոխանցումները մեկը մյուսին շատ լավ պարզ երևում են եւ երևում են ամեն տեղից եւ ամենուր եւ բոլորի համար սա շատ լավ բան է, այսինքն ցանկացած երկրի տնտեսական ինստիտուտ կերազեր, որ իդեալական պայմաններ են, չէ՞, տեսնես թե քո քաղաքացիներդ ով ինչքան ունի եւ ում ինչքան է ուղարկում, փոխանցում եւ ստանում։ Այսինքն թվում է թե այս երկու կարևոր հանգամանքից ելնելով կենտրոնական բանկերի ուրախությունը պետք է լինի, չէ՞, կրիպտոարժույթի շուկան առասարակ այդ բլոկչեյնը եւ ընդհանրապես այդ տեխնոլոգիան։ Բայց արի դու տես, որ հակառակվում են եւ ամեն տեղ չէ, որ այդպես վերաբերվում են կրիպտոարժույթներին որպես ապագայի ակտիվ։ Ինչի՞ է դա կապված։ Որովհետև մեծ ռիսկայնություն կա, բարձր, դրա հետ է կապված։ Կենտրոնական բանկերը ու պետությունները նախ եւ առաջ սովորեն ամեն ինչ կառավարել, վերահսկել։ Այստեղ կա այդ գործիքները։ Բայց այդ համակարգը ինքը վերահսկողությունից դուրս է իրանց։ Այսինքն իրանք չեն կարող բլոկավորել փոխանցումները, չեն կարող սառեցնել հաշիվները, չեն կարող նոր փող տպել, չեն կարող բռնագանձել։ Այսինքն իրանց ոնց որ ձեռքերը այդտեղ չեն հասնում։ Ու այս տեխնոլոգիան իրականում ազդեցությունը խլում է պետություններից, մեծ համակարգերից, մեծ ընկերություններից ու տալիս է դա մարդկանց։ Մարդիկ ավելի ազդեցիկ են լինում, իրենք իրենց ֆինանսները կարողանում են կառավարել։ Նշեցիք թափանցիկության մասին բլոկչեյնի, հիմա շատերը այնց կարծրատիպ կա, որ անոնիմ է կրիպտոարժույթը, բիթքոյնը անոնիմ է, բայց իրանք անոնիմ չեն, իրանք ավելի շատ պսևդոնիմային են, ինչ ասա նշանակում, որ հեշավորված են բոլոր փոխանցումները, հաշիվները։ Այսինքն դու ինչ-որ հաշվի համար տեսնում ես, ինքը տառերի թվերի խառնուրդ է, բայց դու չես կարող իմանալ դա ում է պատկանում։ Հիմա եթե լավ փնտրես կարող ես ի վերջո իմանալ, որովհետև ի վերջո ինչ որ միտեղ դա գրանցվել է, այսինքն ինչ որ տեղ դու գրանցվում ես, որպեսզի այդ առևտուրը կարողանաս իրականացնել, այսինքն այդ ինֆորմացիան դատական որոշմամբ կարող ես եւ դուրս բերել, թե չէ։ Որպես անհատ դու չես կարող դա տեսնել, այսինքն եթե ուզենաս իմանաս այս հաշվում է պատկանում։ Պետությունները որոշ դեպքերում ու շատ սահմանափակ դեպքերում կարող են իմանալ դա, եթե դրանք գրանցված են խոշոր առևտրային հարթակներում, բորսաներում, որ բորսային դիմում են, ասում են օրինակ այս հաշիվը ձեր հաշիվներից մեկն է, եթե հա, ասեք ում անունով է բացված, ում անձնագրով է բացված, բայց կրիպտոյն հիմնական գաղափարախոսություններից մեկը, որ ապակենտրոնացումն է, այդ բորսաներից դուրս կա անձնական դրամապանակների հասկացողությունը, որ դու որևէտեղ չես գրանցվում։ Պարզապես ծրագիր ես քաշում, ոչ մեյլ, ոչ հեռախոս, ոչ անձնագիր, գեներացնում ես հաշիվ, վերջ, դու ունես կրիպտոյի հաշիվ։ Ու այդ հաշվի մասին ոչ մեկ չի կարող իմանալ։ Ինչքան ուզում է հարցում անեն դատական որոշում լինի, մենակ եթե դու ինչ-որ մեկի հետ փոխանցում անես, եթե ես ձեզ օրինակ իմ անձնական հաշվից փող ուղարկեցի կրիպտո, դուք կիմանաք, որ դա իմ հաշիվն է։ Եթե դուք վստահ լինեք, որ դա հենց իմ հաշվից է ուղարկել, այլ ոչ թե ընկերս էլ ձեզ ուղարկել։ Հա, բայց ի վերջո դու պիտի այդ կրիպտոարժույթները, եթե փորձես այն այսպես կոչված обналичка անել, այսինքն փորձես այն վերածել սովորական դրամային միջոցների, այդտեղ դու անպայման արդեն ի հայտ կգաս, ինչպես ասում։ Որտեղ ես այդ կանխիկացումը անելու, դու կարող ես անես միջազգային առևտրային բորսայում, որը համագործակցում է սաղ իրավապահ մարմինների հետ, պետությունների հետ։ Դու կարող ես անես ինչ-որ օֆիսում, օրինակ Հայաստանում կրիպտո չենջերը, այս պայդրությամբ, մինչև հունվարի 1-ը, այնպես են աշխատել, որ ոչ մի անձնագիր, ոչ մի տվյալ, այսինքն անանուն դու կարողանում ես այդ գործարքները անես։ Բացի դրանից կարող ես գնաս ինչ-որ այլ երկիր, որտեղ էլի նմանատիպ գրասենյակներ կամ ավելի փոքր հարթակներ կան, որոնք որ այդ գլոբալ համակարգերին միացած չեն։ Ասածս ինչա, որ տենց կենտրոնացված կառավարման կետ չկա, որտեղից ոնց որ սաղ ինֆորմացիան հավաքագրվում է, ու եթե դու ինչ-որ տեղ աբնալիչ կարեցիր, այդ սաղ աշխարհը միանգամից դրա մասին կիմանա, տենց բան չկա։ Ինչ-որ մեկը եթե ուզենա անանուն մնալ, հաստատ կարող է անանուն մնալ։ Իսկ արժեքավոր բաներ կարող ես առնել կրիպտոյով այսօր։ Չգիտեմ, մեքենա, տուն եւ այլն, հետո այդ տունը վաճառել արդեն եւ այդպես փաստորեն ստացում է լվանաս այդ փողը, ինչ գիտես թե ի վերջո ինչ միջոցներով է ձևավորվել այդ կապիտալը, համաձայնվեք, սա էլ շատ մեծ ռիսկեր է կապված։ Ու այդ լվանալ հասկացողությունը ընդհանրապես փողերի լվացում եզրույթը շատ աղավաղվել վերջի շրջանում, փողերի լվանալը այնա, որ դու անօրինական փողը դարձնում ես օրինական։ Այսինքն դու ինչ-որ հանցավոր ճանապարհով գեներացված փող պետք է դա լինի, եթե որ դու դրանով դնես լվանալ։ Եթե դու կրիպտո ես առել, հարստացել ես դրա վրա, դրանով տուն ես առնում, ոչ մի լվանալու հետ այդ կապ չունի, այդ քո մաքուր աշխատած կապիտալն է։ Հիմա
վերջին տարիներին գնում է ավելի շատ ինտեգրացիա ավանդական ֆինանսների ու կրիպտոյի միջև, նրանով որ ավելի շատ հասանելի են դառնում կրիպտոյի գործիքները ավանդական ֆինանսական համակարգում։ Ու օրինակ դու կարող ես շատ երկրներում կրիպտոյով գնումներ անել։ Միջազգային բորսաներ կան, օրինակ Ամերիկայում Coinbase-ն է շատ տարածված։ Դե ամենախոշորն է։ Ու դու եթե ինտեգրում ես քո առևտրային հարթակում, ասենք խանութ ունես on-line, դու այնտեղ կարաս ավելացնես վճարամիջոց կրիպտոյով, Coinbase-ի համակարգը այնտեղ ներդնում ես, ուղարկում են քեզ կրիպտո, տեղում կոնվերտացվում է պետական արժույթի, գալիս է քո հաշվին, ստացվեց որ կրիպտո դրանքից հիմա կրիպտո քարտեր կան, հա։ Այսինքն գնալով դա տարածվում է ու պարտադիր չի որ դու դրանով ինչ որ գնումներ անես։ Հա, ովքեր ուզում են լրիվ կրիպտոյում լինեն, ոչ մի բանկային հաշիվ քարտ չունենան, հա, կարող են կրիպտոյով ինչ որ ձև տենց ամեն ինչ առնեն, առևտուր անեն, բայց հիմնական նպատակը կրիպտոյի ու հատկապես բիթքոյնի այդ կապիտալ երկարաժամկետ պահուստավոր լինա, որ դու ուղղակի կայանում ես քո փողը բիթքոյնով, երբ որ ինչ որ մեծ բան պետք լինի անել, կարող ես, չգիտեմ, տարին մեկ ինչ որ բանը փոխարկես, ավտո առնես, տուն առնես, բայց դու ամենօրյա փող ծախսելու համար այդ գործիք չի։ Երկրորդ կարևոր բանն էլ այնա, միջազգային առևտրի համար հիմնականում ոչ թե բիթքոին, այլ USDT stable coin-ներն են օգտագործում, որոնք որ ստաբիլ են իրանց արժեքով, դոլարին կցված են ու նույն բանն է ոնց որ թվային տիրույթում դու դոլար հեշտությամբ ուղարկես ստանաս։ Դրանք էլ օգտագործում են միջազգային առևտրի համար ու Հայաստանը նույնպես ինչքան էլ շատերը տեղյակ չեն, միլիարդավոր դոլարների կրիպտոյով առևտրաշրջանառություն ունի միջազգային շուկաների հետ։ Բիթքոին Արմենիան ինչով է զբաղվում։ Մենք կրիպտոարժույթների փոխանակման կետ ենք, որը թույլ է տալիս կրիպտո առնել կամ կանխիկացնել, ինչով է տարբերվում այդ միջազգային բորսաներից, որտեղ օրինակ Binance-ն է, չէ, քարտով կարաս առնես ծախես, նրանով որ չկան հավելյալ միջնորդներ, չկա Visa, Mastercard, այնտեղ մի քանի տոկոս իրանք են պահում, կարողանում ես տեղում, այսինքն միակ միջնորդը մենք ենք, չկա բանկ, չկա միջազգային քարտի բաներ, միջազգային բորսաներ ու շատ ավելի ցածր սակագներով է լինում այդ փոխանակումները անել։ Հետաքրքիր է։ Իսկ ինչ է անում, որպեսզի իմացությունը բնակչության բարձրանա, այսինքն գիտելիքներ տալիս եք կամ դասընթացներ ինչ որ մասնագիտական խորհրդատվություն, ի վերջո նման բաները պետք են։ Իհարկե այնպես չէ որ չի արվում, բայց քիչ, շատ քիչ։ Ես նայում եմ չնչին, այսպես սակավաթիվ մարդկանց է հասանելի նման դասընթացներ, տրեյնինգներ եւ այլն։ Ինչ եք այդ ուղղությամբ անում։ Շատ ճիշտ եք ասում, 2017 թիվն էր, երբ որ այս շուկան հայտնաբերեցի, շատ խորացա ու հասկացա, որ այս ապագան է ֆինանսների, սկզբից տենց սիրողական մակարդակով սկսեցի գրառումներ անել իմ Facebook-յան էջում, վերլուծել, ընկերներիս հետ կիսվել, տենց անձնական շփումներ եւ այլն, հետո 2019-20 թվականից բլոգ սկսեցի YouTube-ում վարել, անունն էլ Bitcoin Edo, եթե հետաքրքրի, էլի քիչ են հետևորդները, մոտ 7000 հետևորդ ընդամենը կա, բայց տենց ակտիվ արդեն կրիպտո համայնք է ձևավորվում քիչ-քիչ ու այս էլ իդեպ մեծ թիվ է 300-400 հազար Հայաստանում կրիպտոյի հաճախորդ կա, այսինքն բնակչության մոտ 300-400 հազար։ Այո, որ իրանք առնվազն կամ կրիպտոյով մի անգամ ինչ-որ գործարք են արել, կամ էլ միջազգային բորսաներում, ընկերություններում հաշիվներ ունեն բացած։ Ինչ թվում էր խոսքը գնում է ինչ-որ մի 10-15 հազար։ Սա խոշոր խաղացողներից կիսված տվյալներ են, մեր ընկերությունը մենակ 60 հազարից ավել ունիկալ հաճախորդ սպասարկել է։ Գիտեք, կան երկրներ, որոնք friendly են այդ կրիպտո շուկային, եւ կան երկրներ, որոնք կտրուկ դեմ են, օրինակ Չինաստանը խաղից դուրս եկավ անցյալ տարվա սկզբին, ես հիշում եմ, եւ տեսանք ինչ սարսափելի process-ներ սկսվեց, այնտեղ գինը սկսեց աղավաղվել, խաղալ, այս մի խոսքով մեծ շուկա, մեծ խաղացող, մեկ էլ որոշեց, որ չէ, այսինքն պետական մակարդակով մի տեսակ արգելքներ դրեցին շուկայի վրա եւ տեսանք ինչ եղավ, բայց կա նաեւ օրինակ ֆրենդլի Սալվադորը, որտեղ ընդհանրապես շրջանառության մեջ է, մարդիկ դրանով կարող են տրանսպորտի տոմս գնել։ Պետական արժույթ այնտեղ համարվում, տեսեք, ինչ վիճակում է Հայաստանը այդ առումով, մենք ունենք 2 րոպե, խնդրեմ ներկայիս վիճակը ասել, հա, որովհետեւ գիտեմ մի քանի ամիս առաջ լսումներ էին, ինչ որ օրենքի վերանայում եղավ, ի վերջո ինչի եկանք։
Հայաստանը դեռևս առաջին քայլերն է այս շուկայում անում, ինքն էլ հələ չի կողմնորոշվել, ինքը ավելի շատ Չինաստանի ուղղությամբ, թե Սալվադորի, թե մեջտեղը։ Առաջին օրենքը ընդունվեց, հիմա ենթաօրենսդրական ակտերն են ընդունվում։ Մենք էլ կրիպտո ընկերությունները ակտիվ մասնակցում ենք այդ process-ին, նաև միավորվել են կրիպտո ընկերությունները, կրիպտո տնտեսվարողների միություն են հիմնել, որը համ այս բանակցությունների մեջ է, լոբինգի մեջ է զբաղված, համ էլ հանրային տենց իրազեկման կրթական ուղղվածությամբ ենք աշխատելու։ Մի խոսքով նոր օրենքները գրվում են, Կենտրոնական բանկին է տրվել լիազորությունը վերահսկելու, որը ի սկզբանե մենք համարում ենք շատ սխալ է, որովհետև այստեղ կա շահերի բախում, որովհետև ավանդական պետական արժույթին այլընտրանք է հանդիսանում կրիպտոն ու այն երկրներն, որտեղ այս ոլորտը զարգացած է, այլ կառույցներ են ղեկավարում վերահսկում այս ոլորտը։ Հիմա պետքա ժամանակը անցնի, տեսնենք, թե ոնց պետությունը, ոնց կենտրոնական բանկը որոշումներ կկայացնի, ու արդեն ոլորտի տնտեսվարողների արձագանքից ելնելով, թե իրանք կարողանում են աշխատել, կարողանում են գոյատևել, ինչքանով է հարմար կամ անհարմար, կամ միջազգային ինչքան խաղացողներ են մեր մոտ գալիս, դրանից կախված կլինի այն, թե մենք լավ բարենպաստ միջավայր ստեղծեցինք, թե չէ։ Ափսոս մենք չենք հասցնում, մի շատ կարևոր հարց օդում մնաց, բայց դա էլ առաջարկում եմ որպես պատասխան, հիմա տանեք ձեր սոցիալական հարթակներ։ Ինչ կլինի, երբ որ վերջին բիթքոյնը մայնինգ արվի, այսինքն գեներացվի վերջին բիթքոյնը քանիսներ, 21 միլիոն։ 21 Բան չի լինի իրականում, պատասխանը դա։ Ինչ կլինի հետո։ Բան չի լինի։ Այսինքն շուկան ինչպես է Նույն ձև կարգավորվում։ աշխատելու է։ Հա։ Այդ դրա մասին էլ կարծում եմ լավ կլինի, որ մի փոքրիկ հրապարակում անեք, մենք էլ կօգտվենք եւ կտեղեկացնենք մեր ռադիոլսողներին։ Շնորհակալություն, մեր հյուրն էր Էդուարդ Ավետիսյանը, Bitcoin Armenia ընկերության հիմնադիրը, խոսում էինք կրիպտո արժույթի շուկայի մասին։